վերջում ես ուզում եմ մեծարանքի եւ հիշատակի խոսք ասել Հայաստանի հայ ժողովրդի պատմության ընթացքում իր ուրույն ձեռագիրն ու անունը թողած գեներալ լեյտենանտ Գարեգին Աշոտի Գաբրիելյանի հիշատակին։ Մի քանի օր առաջ Գերմանիայում ծանր հիվանդությունից մահացել է գեներալ լեյտենանտ Գարեգին Աշոտի Գաբրիելյանը։ Գարեգին Աշոտի Գաբրիելյանը Գարդման աշխարհի Չարդախլու գյուղից էր եւ Չարդախլու գյուղի 13-րդ գեներալն էր, այսինքն վերջին գեներալը, ով ծնվել է այդ գյուղում։ Նա ավարտել է համազորային ռազմական ուսումնական հաստատությունը, որից հետո որպես օրինակելի լավագույն կուրսանտ ստացել է լեյտենանտի կոչին եւ գործուղվել է Գերմանիայի Դաշնության Սոխորթային զինված խմբավորման կազմում ծառայելու։ Ես կարդացել եմ, լինելով իր տեղակալ, ես կարդացել եմ Վարշավայի պայմանագրի կենտրոնական ռազմական մամուլում հրապարակված նյութը, որտեղ Գարեգին Գաբրիելյանին որակում են որպես փայլուն զինվորական։ Այդ որակումը մամուլը, սովետական մամուլը չէր տալիս ոչ մեկին։ Գարեգին Գաբրիելյանը հիշատակվել է որպես փայլուն զինվորական, ով լավագույն ծառայությունների համար պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով Գերմանիայում։ Ավագ լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը։ Այնուհետև, երբ լրացել է Գերմանիայում ծառայության ժամկետը, Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատում։ Իսկ Ղարաբաղյան շարժումը միացում շարժման սկզբից նշանակվել է Վազգեն Սարգսյանի կողմից նշանակվել է Վարդենիսի զինվորական պարետ եւ զինկոմ։ Այդ ծանր օրերին Գարեգին Գաբրիելյանը կարողացել է անառիկ պահել Վարդենիսի սահմանները, այն սահմանները, որ Դավաճան Նիկոլը նվիրեց Թուրքին։ Եվ ոչ միայն անառիկ է պահել, այլ ինչպես նշում էր Վազգեն Սարգսյանը, Վարդենիսը այնտեղն է, որտեղ մենք երբեք խնդիրներ չենք ունեցել պաշտպանական, որտեղ այնտեղ եղել է Գարեգին Գաբրիելյանը։ Մարտական գործողությունների Քյալբաջարի ազատագրման ժամանակ Գարեգին Գաբրիելյանը վիրավորվել է եւ բուժումից հետո նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության նորաստեղծ ներքին զորքերի զորամասի հրամանատար։ Նոր էր ստեղծում ներքին զորքերը եւ պետք է փորձառու, կոռեկտ, սպա, որը կարողանար ստեղծել զորամաս։ Այդպիսի փորձառություն այն ժամանակ Հայաստանի Հանրապետությունում շատ քչերն ունեին։ Եվ Սերժ Սարգսյանի որոշմամբ այդ մեծ պատիվը եւ այդ մեծ տքնաջան աշխատանքը տրվում է Գարեգին Գաբրիելյանին։ Ստեղծվում է չափանիշներով լավագույն ներքին զորքերի զորամասը, որը դառնում է հենարան Հայաստանի Հանրապետության նորաստեղծ ոստիկանության եւ ոստիկանության զորքերի համար։ Այնուհետև, երբ խնդիրներ առաջացան Հայաստանի Հանրապետության ամենամեծ ուսումնամասնագիտական բրիգադում, Գարեգին Գաբրիելյանը նշանակվում է հոկտեմբերյանի ուսումնական բրիգադի հրամանատար։ Եվ նա կարճ ժամանակամիջոցում կատարում է կարևորագույն դերակատարում խմելու եւ հիգենիկ ջուր է ունենում այդ զորամասը։ Լուծվում են սոցիալ-կենցաղային համարյա բոլոր խնդիրները, որոնք երկար տարիներ չէին լուծվել։ Որից հետո Գարեգին Գաբրիելյանը նշանակվում է առաջին բանակային կորպուսի հրամանատար, առաջին բանակային կորպուսի հրամանատարը դա նախագահի ռեզերվն էր եւ ամուր հենարան Արցախ աշխարհի։ Ես այդ օրերին պատիվ եմ ունեցել ծառայելու Գարեգին Գաբրիելյանի հրամանատարության ներքին որպես կորպուսի հրամանատարի տեղակալ։ Պահանջկոտ, պարտաճանանչ, աշխատասեր, բարձր մասնագիտական ունակություններով օժտած, փորձառությամբ եւ մարդկային բարձր որակներով օժտված հրամանատար էր Գարեգին Գաբրիելյանը, ով իր սպաների համար հոգատար հրամանատար էր
սպաների համար պահանջկոտ, վերին աշճանին պահանջկոտ հրամանատար էր, բայց մի անգամ անձնական զրույցի ժամանակ ասեց. պարոն Հովհաննիսյան, ես իմ սպաներից պահանջում եմ միայն իրենց կանոնադրական պարտականությունների կատարում, եթե նրանք դարձել են փոխգնդապետ, մայոր գնդապետ, ուրեմն նրանք իրենցից ներկայացում են այն ուժը, որը չի պահանջում, որ ինչ որ մեկը իրենց հիշեցնի իրենց պարտականությունների կատարման մասին, իրենք պարտավոր են դա կատարել, այդպիսին էր մոտեցումը, և Գարեգին Գաբրիելյանը ասում էր, ցանկացած անձնական հարցով, ցանկացած ժամին կարող եք մտնել իմ աշխատասենյակ, ծառայական հարցերով երբեք, միայն իմ կանչից հետո, ծառայական հարցերով դուք գնացեք ձեր պարտականությունները կատարեք, ահա նրա մոտեցումը որպես հրամանատար։ Մենք սովորում ենք Գարեգին Գաբրիելյանից ինչպես ծառայել, ինչպեսի սպա լինել, ինչպես հետևել արտաքինին, ինչպես հետևել խոսքին, ինչպես հետևել սեփական արժանապատվությանը և ինչպես պաշտպանել հայոց բանակն ու հայոց երկիրը։ Սա էր Գարեգին Գաբրիելյանի իրական կերպարը։ Երբ Հայաստանի Հանրապետության ռազմական ինստիտուտի պետ գեներալ լեյտենանտ Միրզոյանը անցավ թոշակի 61 տարեկան հասակում, միակ մարդը, ով կարող էր Միրզոյանից հետո ղեկավարել այդ ռազմական ուսումնական հաստատությունը, դա Գարեգին Գաբրիելյանն էր, և նրան նշանակեցին կատարելու այդ ծանր պարտականությունը։ Գարեգին Գաբրիելյանի օրոք ռազմական ինստիտուտը նոր որակ, նոր մեծություն ստացավ։ Իսկ մարտի 1-ի դեպքերից հետո ոստիկանության զորքերը պետք է ունենար այնպիսի հրամանատար, որը ունենար մեծ հեղինակություն ոստիկանության զորքերին նորից նոր թափ, նոր ուժ հաղորդելու համար։ Գարեգին Գաբրիելյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար։ Այդ պաշտոնում ես նորից եղել եմ Գարեգին Գաբրիելյանի որպես հրամանատար տեղակալ և ասեմ ձեզ, որ ինձ համար մեծ պատիվ էր այդ մեծ մարդու հետ ծառայելը։ Գարեգին Գաբրիելյանը ոստիկանության զորքերի ամենամեծ բարեգործն էր։ Նրա օրոք ոստիկանության զորքերը պարտադիր ժամկետային զինծառայությունից անցան պայմանագրային զինծառայության։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում պայմանագրային ծառայությունը իրականացրել է Գարեգին Գաբրիելյանը, իրականացրել է փայլուն, կադրային ամենաճիշտ ընտրություններով, և դրանից հետո բոլոր ցնցումների ժամանակ, հասարակական ցնցումների ժամանակ ոստիկանության զորքերը իրենց բարձրության վրա գտնվեցին, և անկեղծ ասած մեծ էր Գարեգին Գաբրիելյանի դերակատարումը որպես ոստիկանության զորքերի հրամանատար, որպես ոստիկանության պետի առաջին տեղակալ։ Գարեգին Գաբրիելյանը այլևս չկա, 65 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է։ Հոգեհանգիստը Պանիխիդան տեղի կունենա այսօր ժամը 5-ից 5-րդ մասիվի առաքելական եկեղեցում։ Ինձ զանգել են շատերը։ Հիշում ենք Գարեգին Գաբրիելյանին, մեր փայլուն սպային, հայոց բանակի, հայոց ոստիկանության կերտողներից, փայլուններից մեկին։ Հիշատակդ հավերժ, հրամանատար, գեներալ լեյտենանտ, իրոք իրեն անվանում են գայլ, իմաստության, հավատարմության, ուժի և անկախ բնավորության համար։